Նախագծով առաջարկվում է աջակցություն ցուցաբերել Վայոց-Ձորի մարզում 2025 թվականի խաղողագործների կողմից արտադրված արենի և ոսկեհաց սորտերի խաղողի իրացման հարցում, քանի որ ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Հայաստանում գինու սպառման որոշակի նվազման միտում է նկատվում, որի արդյունքում առկա են նախորդ տարվա պատրաստի արտադրանքի մնացորդներ։ Այս հանգամանքով պայմանավորված նվազել է արենի և ոսկեհաց խաղողի սորտերի նկատմամբ պահանջարկը և վերամշակողները այս տարի քիչ շահագրգռված են իրականացնել հենց այս երկու խաղողի սորտերի մթերումները։ Միաժամանակ նկատելի է, որ գինի արտադրող կազմակերպությունները խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջներ ունենալով պայմանավորված, հիմնում են իրենց սեփական խաղողի այգիները և մթերումներն իրականացնում են իրենց իսկ այգիներից։ Ըստ էկոնոմիկայի նախարարության և Վայոց-Ձորի մարզպետի աշխատակազմի գնահատականների, ընթացիկ տարում Վայոց-Ձորի մարզում արտադրված արենի և ոսկեհաց սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է շուրջ 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման և գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա և անհրաժեշտություն է առաջացել աջակցելու շուրջ 2100 տոննա արենի և ոսկեհաց սորտերի խաղողի իրացմանը։ Իրացման խնդիրը սույն նախագծով առաջարկում է լուծել 2100 տոննա արենի և ոսկեհաց սորտերի խաղողը խաղողի հումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։ Նախագծով առաջարկում է 2025 թվականի Վայոց-Ձորի մարզում արտադրված այս երկու խաղողի սորտի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով. առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը, նվազագույնը 220 դրամով մթերված արենի և ոսկեհաց սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում, ինչպես նաև նշեմ, որ միջոցառման շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը առաջարկվում է կատարել մարզպետների աշխատակազմերի կողմից։ Շնորհակալություն։ Աշխարհում գինու սպառումը նվազել է, պարոն Խոջյան։ Պարոն Գրիգորյան, նշեմ, օրինակ գինու արտադրությունը 2024 թվականին եղել է 227 միլիոն հեկտոլիտր, բայց օրինակ եթե հետ են գնում 2023 թվականին եղել է 244 միլիոն հեկտոլիտր, 2022 թվականին եղել է 260 միլիոն հեկտոլիտր, ինքը տարեկան մոտավորապես 7% նվազում է նկատվում ամբողջ աշխարհում, բայց միաժամանակ հետաքրքիր տենդենց կա, որ գինու տուրիզմը օրինակ նախորդ տարի 13%-ով ավելացել է համաշխարհային գինու տուրիզմը, եւ այս հնարավորությունը օգտագործելով նաև ուզում եմ մեր գինի արտադրողներին խնդրել ավելի շատ ուշադրություն դարձնել հենց գինու տուրիզմի վրա, որտեվ աշխարհի մի մասնիկը մենք անբաժան չենք, որտեվ այդ բոլոր փոփոխությունները նաև զգացվում են Հայաստանում եւ գինու տուրիզմի ոլորտի ակտիվացմամբ նաև հնարավոր է այդ հոսքերը ուղղել դեպի գինու տուրիզմ եւ խթանել գինու սպառման։ Շատ հետաքրքիր վիճակագրություն է, բայց տեղը ուրիշ բան են խմում, թե սկսել են քիչ խմել մարդիկ։ Քանի որ պարոն Գրիգորյան, ալկոհոլի շուկան հասկանալի փոփոխությունների է ենթարկվում եւ շուկայում սկսել են հայտնվել անհասկանալի խմիչքներ, երիտասարդ հիմնականում սերունդը 20-ից 30 տարեկան խմում են ավելի շատ կոկտեյլների տեսքով այլ տեսակի խմիչքներ, ավելի խառնուրդային խմիչքներ են խմում։ Հետաքրքիր է, բայց դուք կոչ չեք անում մեր արտադրողներին, որպեսզի մտածեն այդ արտադրատեսակը արտադրելու մասին։ Եթե տես տենդենց կա, նշանակում է ամեն տարի մենք բախվելու ենք նոր խնդիրների հետ։ Պարոն Գրիգորյան, վերջերս հյուրընկալել էինք իսպանական մի հայտնի կազմակերպության ղեկավարությանը, ովքեր երկու շաբաթ ուսումնասիրելուց հետո ներկայացրեցին այն գործողությունների պլանը, կիսվեցին մեր հայ արտադրողների հետ, թե ինչպես պետք է գինու տուրիզմի վրա շեշտադրումները կամ որ ուղղությամբ պետք է գինու տուրիզմի վրա շեշտադրումները ավելի ուժեղացվեն։ Չէ, դա հասկանալի է, բայց գինու տուրիզմը խթանելով էլի շատ լավ է, անպայման անենք, հետաքրքիր բան է, բայց արտահանում չենք ունենա ինչ-որ բանի։ Կամ չասեմ արտահանում չենք ունենա, բայց արտահանման անկում կունենանք։
Ենթադրաբար։ Պարոն Գրիգորյան, երբ խոսում ենք ընդհանուր առմամբ գինու արտադրության նվազման մասին, այստեղ պետք է արդարացիորեն նաև նշեմ, որ թանկ գինիների շրջանակում ոչ սպառման, ոչ արտադրության նվազում տեղի չի ունեցել, ավելի շատ նվազումը պայմանավորված է օրդինար ավելի հասարակ էժան գինիների շրջանակում։ Բարձր։